Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1399-րդ օրն է, մինչ Ուկրաինան խոցում է Ռուսաստանի ռազմական կամ ռազմավարական կարևոր թիրախներ, Պուտինը մեզ համար կազմակերպել էր նախասուրբ ծննդյան գնդակոծություն, նորից արդեն մոտ 700 օդային հարվածային միջոցներով Պուտինի բանակը ուզում էր ջախջախել մեզ, բայց ստացվեց էլի էլեկտրալարերի հետ կռիվ, կարծես ռուսները արդեն մասնագիտանում են կաթսայատների կամ ենթակայանների ու էլեկտրալարերի հետ կռվելու գործում, մոտ 700 դրոններով ու հրթիռներով Պուտինը խլեց 3 կյանք, որոնցից մեկը 4 տարեկան երեխայի, այո, կան վնասված տներ, ավերածություններ, բայց օգտագործած միջոցների թիվը ցույց է տալիս, որ սա հոգեվարք է, սա ռազմական կամ ռազմավարական իմաստ չունեցող քայլ է իրականությունից կտրված Կրեմլի կողմից։ Ռուսների արձակած 673 օդային թիրախներից ոչնչացվել եւ չեզոքացվել է ուկրաինական հոպի կողմից 621-ը, բացի այդ 3 աերոբալիստիկ հրթիռներ, խոսքը Պուտինի կինժալների մասին է, որը նա վունդերվաֆե էր համարում, թիրախներին չեն հասել ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների միջամտության պատճառով, 39 դրոնների խոցում է գրանցվել 21 վայրում, իսկ խփված դրոնների բեկորները ընկել են եւս 8 վայրում։ Չգիտեմ, միգուցե Թրամփի վրա տպավորություն թողնելու համար էր սա, բայց երեկվա ընթացքում Ռուսաստանը կորցրեց մեկ օրում 1420 զինվոր եւ 600-ից ավել զինտեխնիկա մարտի դաշտում, որն է ավելի տպավորիչ Թրամփի համար, չգիտեմ։ Երեք նախագահ Զելենսկին զգուշացրեց ուկրաինացիներին, որ Սուրբ ծննդյան տոների ընթացքում Մոսկվան պատրաստում է հերթական լայնամասշտաբ հարված Ուկրաինայի դեմ, բնակիչներին խորհուրդ էր տրվում հատկապես ուշադիր լինել օդային տագնապի ազդանշաններին դեկտեմբերի 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Նման հայտարարությամբ հանդես եկավ անձամբ Զելենսկին, նախագահը հայտնել է, որ Ուկրաինան աշխատում է սեփական արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու ուղղությամբ, մեջբերեմ, բայց ցավոք հոպը արագ չի ստեղծվում, մենք մոտ ենք արդյունքին, առայժմ չեմ ուզում շատ բան ասել, ցանկանում եմ, որ լինի արդյունք, հետո արդեն կխոսենք, նշել է Զելենսկին։ Նախագահի խոսքին ավելացնեմ, որ նույնիսկ եղած միջոցներով խոցման արդյունքը, եթե չասենք գերազանց է, ասենք շատ լավ է, որովհետև պատկերացրեք, որ եթե հանկարծ մեր հոպը վատ աշխատեր, այդ 673 թիրախը ինչ վնասներ եւ ավերածություններ կարող էին պատճառել, այնպես որ եղած հոպով էլ ուկրաինական բանակը բավական արդյունավետ պայքարում է Պուտինի հիստերիաների դեմ, մինչ Պուտինը պատրաստում էր հարվածներ խաղաղ ուկրաինական քաղաքներին, ռուսական նավթի հիմնական տեսակի Յուրալսիգինը Ամերիկայի կողմից Ռուսաստանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների խստացման պատճառով իջել է մոտավորապես մինչև $34 1 բարելի համար, գրում է Bloomberg-ը։ Մինչ ռուսական էներգակիրների գները նվազում են եւ ագրեսոր երկիրը մեծ վնասներ է կրում, աշխարհը սովորում է ապրել առանց Ռուսաստանի։ Ուկրաինան եվրոպական գործընկերների հետ համատեղ բացել է բնական գազի ներմուծման 2 նոր միջպետական երթուղի Road 2 եւ Road 3 ուղղահայաց միջանցք նախաձեռնության շրջանակներում, այս մասին տեղեկացնում է Expron, քարտեզը ձեր էկրաններին է։ Մինչ համաշխարհային լրատվամիջոցները եւ տարբեր փորձագետներ փորձում են խայբ անել Թրամփի պլանի շուրջ բանակցությունների թեմայի վրա, Washington Post-ը գրում է, որ ռազմական ծախսերը, Թրամփի պատժամիջոցները եւ Կրեմլի ներքին քաղաքականությունը Մոսկվային հասցրել են աղետալի տնտեսական վիճակի, ռուս ձեռնարկատերերը ստիպված են կրճատել արտադրությունը եւ զարգացման տեմպերը քաղաքացիների գնողունակության անկման պատճառով։ Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամը ավելի է անդրադառնում երկրի քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ Ռուսները զանգվածաբար սկսում են խնայել նույնիսկ սննդի վրա եւ ավելի հաճախ ընտրում են ամենաէժան խանութները։ Այս մասին ռուսական մեդիային հայտնել է X5 խմբի ղեկավար Եկատերինա Լոբաչևան, նրա ընկերությունը կառավարում է երկրի խոշորագույն մանրածախ ցանցը տասնյակ հազարավոր առևտրի կետերով, այնպես որ նրան կարելի է հավատալ այս մասով։ Եվս մեկ հետաքրքիր թեմա, Ռուսաստանում Կրեմլի ռազմական քաղաքականության աջակցության մակարդակը իջել է մինչև 22 թվականի սկզբից ի վեր ամենացածր ցուցանիշը, Լևադա կենտրոնի դեկտեմբերյան թարմ հարցման համաձայն, ներկայումս ռուսների միայն 1/4-ն է կարծում, որ ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ պետք է շարունակել։ Սա նման ուսումնասիրությունների ողջ ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է, բայց կարծես Պուտինի պլանները այլ են, ռուսական բանակի գեներալների կողմից ռազմաճակատի իրավիճակի վերաբերյալ զարդարված հաշվետվությունները բռնապետ Պուտինի մոտ ձևավորում են այն համոզմունքը, թե պատերազմը Ուկրաինայի դեմ զարգանում է Ռուսաստանի օգտին, սակայն դա այդպես չէ, գրում է Financial Times-ը։
Ինչ Պուտինը կարծում է, որ հաղթում է, արդեն արձանագրվել են դեպքեր, երբ ռուսները փորձել են հարձակվել Ուկրաինայի զինուժի դիրքերի վրա, ձիերի վրա նստած, ինչը դարձել է ռուսական բանակի դեգրադացիայի ակնառու խորհրդանիշ։ Կարծում եմ մեր Telegram-յան ալիքի բաժանորդները արդեն հասցրել են տեսնել այդ կադրերը, ով դեռ չի տեսել, բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին եւ դիտեք ռազմաճակատից տպավորիչ կադրեր։ Ասեմ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ մեր Telegram-ում Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին։ QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Իսկ մինչ Թրամփը Մադուրոյին հաթաթա է տալիս, աշխարհում բազում այլ իրադարձություններ են կատարվում եւ նույնիսկ Թրամփի հեղինակության վրա ազդող Վենսի ճեղքումը, ինչպես նա բնութագրել էր Մայամի բանակցությունները, Պեսկովը Կրեմլից անվանեց աշխատանքային գործընթաց, բացահայտ արժեզրկելով Մայամի բանակցությունների մասին Վենսի արած հայտարարությունը։ Բանն այն է, որ Մոսկվայում ի տարբերություն Վենսի գիտեն, որ այդ բանակցությունները ժամանակ շահելու համար են եւ արդեն բացեիբաց թույլ չեն տալիս իրենց կաղապարի մեջ դնել ամերիկացիներին։ Եթե Թրամփը սկզբունքային լիներ, պետք է արդեն գործեր, բայց ինչպես տեսնում ենք, նա թույլ է տալիս, որ իր հետ այդպես վարվեն եւ նույնիսկ անտեսում է կոնգրեսականների առաջարկները ավելի կոշտ վարվել Ռուսաստանի հետ։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծին լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման բաժանորդագրվեք ալիքին, դա շատ կարեւոր է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է աշխարհին Ռուսաստանի կողմից Սուրբ Ծննդից առաջ Ուկրաինային հասցված հարվածների ֆոնին։ Ռուսաստանը իրականացրել է Ուկրաինայի դեմ վերջին ժամանակահատվածում ամենամասշտաբային հարձակումներից մեկը։ Հարվածները հասցվել են էներգետիկ համակարգին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, տասնյակ քաղաքներ եւ բնակավայրեր հայտնվել են հրետակոծության տակ կամ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնել է նախագահը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս հարվածը ցույց է տալիս Կրեմլի առաջնահերթությունները։ Մեջբերեմ հարված Սուրբ Ծննդից առաջ, այն ժամանակ, երբ մարդիկ պարզապես ցանկանում են լինել իրենց հարազատների հետ տանը անվտանգ պայմաններում, ընդգծել է Զելենսկին։ Ուկրաինական պետության ղեկավարի խոսքով հարձակումը տեղի է ունեցել փաստացի բանակցային ջանքերի գագաթնակետին, որոնք ուղղված են պատերազմի ավարտին։ Զելենսկին նշել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ հաշտվել սպանությունները դադարեցնելու անհրաժեշտության հետ, իսկ տեղի ունեցողը վկայում է Ռուսաստանի վրա միջազգային ճնշման անբավարար լինելու մասին։ Մեջբերեմ, սա նշանակում է, որ աշխարհը բավարար չափով չի ճնշում Ռուսաստանին։ Հիմա անհրաժեշտ է արձագանքել, հայտարարել է նախագահը, ուղղակի ակնարկելով Թրամփին եւ մեր արևմտյան գործընկերներին։ Իդեպ, հենց նոր մեր ռազմաօդային ուժերը տեղեկացրեցին, որ ուկրաինական F-16-երը այսօր խոցել են գրեթե բոլոր ռուսական թևավոր հրթիռները, ռուսների արձակած 35-ից 34-ը որսացել են մեր F-16-երը։ Ինչպես տեսնում եք, ուկրաինացի օդաչուները լավ վարժվել են օգտագործել արևմտյան այդ ինքնաթիռները։ Իմ կողմից ավելացնեմ, որ անձամբ ես կարծում եմ, որ Թրամփը տեղեկացված էր Ուկրաինայի դեմ ծրագրվող հարվածի մասին եւ հենց այդ պատճառով Սպիտակ տան ղեկավարը երեք խուսափեց լրագրողների ուղակի հարցին պատասխանելուց Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հնարավոր Սուրբ Ծննդյան զինադադարի վերաբերյալ։ Դե ինչ, այժմ Թրամփը հնարավորություն կունենա համեմատելու մեր ռազմական հարվածների արդյունքները եւ ժամկետնանց Պուտինի հիստերիան։ Գերմանիայի ռազմական ղեկավարության մեջ չեն տեսնում որևէ նշան, որ դիկտատոր Պուտինը պատրաստ է ինչ-որ բանի շուրջ բանակցել Ուկրաինայի եւ Արևմուտքի հետ։ Ռուսաստանը մինչ օրս որևէ ազդանշան չի տալիս Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին, չնայած Կիևի եվրոպական երկրների եւ Ամերիկայի ակտիվ փորձերին հասնել գոնե հրադադարի։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գերմանական Zeit պարբերականին տված հարցազրույցում։ Նրա խոսքով ներկա պահին իրավիճակը չափազանց հստակ է։ Միակ մարդը, ով կարող է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հենց Վլադիմիր Պուտինն է։ Ինչպես հասկանում եք, սա նույնպես քար է դեպի Թրամփի այգին։ Փաստացի Պուտինը հրապարակավ նվաստացնում է Թրամփին, իսկ Սպիտակ տան ղեկավարը փորձում է ձևացնել, թե չի նկատում։ Համենայն դեպս, մինչ մեր եթերի պատրաստման պահը այդպես է։ Եթե որևէ ռեակցիա լինի Թրամփի կողմից, իհարկե մենք մեծ հաճույքով կտեղեկացնենք ձեզ։
Ի տարբերություն պուտինյան բանակի, ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել ռուսական կողմի բացառապես ռազմական եւ ռազմավարական թիրախներին, ժամանակավորապես օկուպացված Ղրիմի տարածքում դեկտեմբերի 22-ի երեկոյան պայթյուններ են լսվել տարբեր վայրերում, խոցումներ են արձանագրվել Սևաստոպոլում, Բելբեկ եւ Կաչա օդանավակայանների մոտ, ինչպես նաեւ Ջերմա էլեկտրակայանի շրջակայքում։ Ռուսաստանում նաեւ հաղորդում են Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում գտնվող Ստավրոլեն նավթաքիմիական գործարանի վրա դրոնների հարձակման մասին։ Ականատեսների վկայությամբ հարձակման թիրախը եղել է հենց Ստավրոլեն նավթաքիմիական գործարանը։ Ուկրաինայի զինված ուժերը հաղորդման պատրաստման պահին հարվածը դեռ չէին մեկնաբանել։ Բոլոր հնարավոր կադրերը, ինչպես միշտ, մեր Telegram-ում են։ Առայժմ այդպես տեղեկացեք, հենց լինեն Գենշտաբի ռելիզները, անպայման նույնպես ձեզ կտեղեկացնենք։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրանին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Ռուսաստանում գրեթե չի անցնում մի օր առանց ռուսական տեխնիկայի այրման։ Նիժնի Նովգրոդում այրվել է մեկ բեռնանավ, բարժա։ Այս դեպքի վերաբերյալ եւս ուկրաինական կողմը դեռ հայտարարություն չի արել եթերի պատրաստման պահին, հենց լինի պաշտոնական տեղեկատվություն, մենք անմիջապես կտեղեկացնենք ձեզ մեր Telegram-յան ալիքով կամ վաղվա եթերում։ Այսօր նախագահ Զելենսկին անդրադարձել է նաև Պոկրովսկի եւ Միրնոգրադի պաշտպանության թեմային։ Նախագահի խոսքով Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում իրավիճակը շարունակում է բարդ մնալ Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի հրամանատարությունը քաղաքի ծայրամասերում կենտրոնացրել է զգալի ուժեր, սակայն Ուկրաինայի զինված ուժերը պահպանում են իրենց դիրքերը։ Դե ինչպես տեսնում ենք, անգամ ձիերը չօգնեցին ռուսներին։ Ուկրաինայի նախագահի խոսքով թշնամին փորձում է ճնշում գործադրել մեր դիրքերի վրա նաև Միրնոգրադում, բայց ինչպես Պոկրովսկում, այնպես էլ Միրնոգրադում ուկրաինական զորքերը պահպանում են իրենց դիրքերը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 205 մարտական բախում։ Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայում կորցրել է 1420 զինծառայող։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են նաև 620 միավոր ռուսական տեխնիկա մեկ օրվա ընթացքում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1.199.280 օկուպանտ։ Այսինքն վաղը ամենայն հավանականությամբ կհատվի 1.200.000 շեմը։ Այսօրվա եթերը մի քիչ կարճ ֆորմատի անենք, որպեսզի փորձենք ժամանակին ձեզ մեր թողարկումը հասցնենք։ Երևի պատկերացնում եք ինչ պայմաններում է պատրաստվում եթերը, բայց ինչ էլ լինի, մենք ամուր ենք։ Այսքանով ավարտեմ մեր կարճ թողարկումը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը, եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, ալիքին խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում, իսկ մենք հույս ունեմ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։